Ես այսօրվա պատգամը, որը շատ երկար չի տևի, հուսով եմ, անվանել եմ այսպես. ընկեր, ում ձեռք բերեցիր, եւ ով ձեռք բերեց քեզ։ Ընդհանրապես Սուրբ Հոգու գալուստը երկրի վրա, դա փոխեց մարդկության ճակատագիրը, դա փոխեց մարդկության պատմությունը։ Ոչինչ դրանից հետո չի մնացել նույնը, երբ Սուրբ Հոգին եկավ երկրի վրա։ Գործք առաքելոց առաջին գլխում 8-րդ խոսքում գրված է. բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, մինչեւ երկրի ծայրերը։ Մենք այս հատվածում տեսնում ենք, որ Աստված, երբ որ ուղարկում էր Սուրբ Հոգուն երկրի վրա, դա ուներ հստակ նպատակ։ Սուրբ Հոգու գալուստը իր մեջ ուներ նպատակ։ Սուրբ Հոգու գալուստը նրա համար չէր, որ մենք ինչ-որ վերապրումներ ունենանք, մեզ լավ զգանք, պարզապես զգանք Աստծո ներկայությունը, չէ, Սուրբ Հոգու գալուստը ուներ հստակ նպատակ, եւ եթե դու այդ նպատակի մեջ չես ապրում, ուրեմն կարելի է ասել, որ դու Սուրբ Հոգու գալուստի ողջ լեցունությունը չես էլ վերապրել քո կյանքում։ Ինչ տվեց մեզ Սուրբ Հոգին։ Գրված է, որ Սուրբ Հոգին, երբ որ եկավ, մենք ինչ առանք զորություն։ Զորություն բառը այստեղ բնագիր հին հունարենում դա դյունամիս բառն է։ Դյունամիս բառից առաջացել է նաև դինամիտ բառը։ Սա նշանակում է ուժ, զորություն։ Դրա համար մի քարոզիչ ասում էր, որ Սուրբ Հոգու զորությունը, եթե քրիստոնյաները հասկանային Սուրբ Հոգու զորությունը, թե ինչ է նշանակում Սուրբ Հոգու զորությունը, դա ատոմային ռումբից ավելի ուժեղ է։ Դա ատոմային ռումբից ավելի ուժեղ է։ Սա նպատակն էր, որ Աստված դրել էր Սուրբ Հոգու գալուստի մեջ։ Բայց երբ որ Սուրբ Հոգին եկավ, Գործք առաքելոց 2-րդ գլխում, արդեն առաջին խոսքում գրված է. երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ոչ թե այդ օրը, այլ երբ որ այդ օրերը, Պենտեկոստեն օր չէր, Պենտեկոստեն օրեր էին, որոնք լրացան, ամբողջացան, եւ երբ հոգևոր դաշտում այդ ամենը ամբողջացավ, լրացավ Պենտեկոստեի օրերը, Սուրբ Հոգին իջավ, եւ հանկարծ այսպես է գործում Աստված։ Դու սպասում ես օրեր, դու աղոթում ես օրեր, բայց երբ որ օրերը ամբողջանում են, այն օրերը, որ նախատեսվել է Աստված, ամեն ինչ լինում է հանկարծ։ Եվ հանկարծ երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին։ Այսպիսի մի տուն էր, որտեղ նստած էին։ Եվ երևացին նրանց, հետաքրքիր է, ոչ թե լսեցին, երևացին նրանց։ Բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանցից ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Հոգին էր նրանց խոսել տալիս։ Սուրբ Հոգու դրսևորման ապացույցը, հաստատումը երկրի վրա այն էր, որ նրանց կրակի, ինչպես կրակի լեզուներ երևացին երկնքից իջնող, որ լցրեցին նրանց եւ նրանք այդ արդյունքը, հետևանքը եղավ այն, որ սկսեցին օտար լեզուներով խոսել։ Քանիսը եք մկրտված Սուրբ Հոգով։ Օհո, ձեռքերին նայելով կարող եմ ասել, որ մենք մոտ մի 30%, եթե ոչ ավել մարդիկ ունենք, ովքեր մկրտված չեն Սուրբ Հոգով։ Չեն։ Ամենայն դեպս ձեռքերին նայելով։ Դուք խոսում եք լեզուներով։ Իսկ մենք իրականում հասկանում ենք նպատակը։ Հիշ առաջ հիշում եք, որ կարդացինք նպատակը։ Երբ Սուրբ Հոգին եկավ մեր կյանքում, ոչ թե եկավ, որ մենք լեզուներ խոսենք։ Դա նշանն էր Սուրբ Հոգու, բայց դա նպատակը չէր։ Մենք խառնում ենք երբեմն տեղերը։ Նպատակը ու արդյունքը, հետևանքը, նշանը խառնում ենք նպատակի հետ։ Սուրբ Հոգին չեկավ նրա համար, որ մենք ուղղակի լեզուներ խոսենք։ Սուրբ Հոգին եկավ, որ մենք առնենք զորություն, որպիսի վկա լինենք։ Վկայենք Քրիստոսի մասին։ Հիմա ինչպես եք դուք վկայում։ Ինչ է նշանակում վկա։ Վկանով է դատարանում։ Այն մարդը,
ով ինչ է արել։ Տեսել է։ Դուք պատկերացնում եք, եթե վկան գա դատարան ու կանգնի վկայություն տասի, ասեն դե վկայություն տուր, դու տեսել ես, դու մասնակից եղել ես։ Վկան պատասխանի, դե ճիշտն ասած չեմ տեսել, բայց ունեմ մի հատ լավ ընկեր, որը այդ ժամանակ լսել է իր մորաքրոջ տղայից, ով տեսել է։ Ու ինքն է պատմել ինձ։ Իրան էլ իր մորաքրոջ տղան է պատմել։ Դրա համար ես եկել եմ, որ վկայեմ, որ այդպիսի բան եղել է։ Այսպես չի լինում։ Այսպես չի լինում։ Վկան պարտավոր է պատմել միայն այն, ինչ տեսել է։ Եվ դուք գիտեք, որ նաև քրեական գործ կա նրա համար, ով սուտ վկայություն է տալիս։ Հիմա պատկերացնում եք, երբ որ դուք առանց Սուրբ Հոգու վկայեք Հիսուսի մասին, ինչ է ստացվում։ Գիտես, որ Հիսուսը հարություն է առել, որտեղից գիտես։ Որտեղից դու գիտես։ Մի բան, որ տեղի է ունեցել 2000 տարի առաջ։ Դու հիմա որ կանգնում ինչ որ մեկին Հիսուսի մասին վկայում ես, ինչու ես վկայում։ Ինչն է քեզ հնարավորություն տալիս, իրավունք տալիս, չէ որ դու չես տեսել։ Ինչպես ես դու վկայում Հիսուսի մասին։ Երբ Սուրբ Հոգին գալիս է մեզ վրա, մենք պատմում ենք, վկայում ենք Հիսուսի մասին մարդկանց։ Սուրբ Հոգու գալուստը մեր կյանքում լեգիտիմ է դարձնում մեր վկայությունը։ Ինչու։ Այդ ժամանակ դուք ինչ եք վկայում մարդկանց։ Դուք մարդկանց վկայում ու ասում եք կորած էի ու գտնվեցի։ Մեռած էի ու կենթանացա։ Դրա համար էլ ես հավատում եմ, որ նա հարություն է արել։ Սա է մեզ իրավունք տալիս։ Դրա համար Սուրբ Հոգին, երբ որ եկավ մեր կյանքում, մենք զորություն առանք ոչ թե նրա համար, որ ուրիշներին իշխենք, որ տեսեք ես ինչ զորավոր եմ։ Ոչ, Սուրբ Հոգու զորությունը եկավ մեր կյանքում մի պատճառով, որ մենք դառնանք Քրիստոսի ճշմարիտ վկաները։ Հիմա դուք հասկացաք ինչքան վտանգավոր է չընդունել Սուրբ Հոգուն որպես անձ, որպես Աստված, եւ չընդունել Հիսուսին որպես Աստված, բայց կոչվել վկաներ։ Շատ վտանգավոր է։ Որովհետև հարց ունեմ ես քեզ, ինչի մասին ես դու վկայում։ Եթե դու չես տեսել, եթե դու ականատես չես եղել, ինչ ես բա դու վկայում։ Միայն Սուրբ Հոգին է, որ մեր մեջ հայտնում է Քրիստոսին։ Եվ այն Քրիստոսին, որ Սուրբ Հոգին հայտնում է մեր մեջ, մենք ինչ ենք անում։ Բաժնեկցում ենք ուրիշների հետ։ Վկայում ենք այդ Հիսուսի մասին։ Սուրբ Հոգին աշխարհի վրա այս պահին միակ մխիթարիչն է։ Միակ, չկա երկրորդը, մի մխիթարիչ կա։ Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ 15-րդ խոսքից։ Հովհաննեսի ավետարան 14-ի 15-ից։ Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք, եւ ես հորը կաղաչեմ, եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ նա ձեզ հետ հավիտյան մնա։ Ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որ չի տեսնում նրան, եւ ոչ էլ ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ։ Սա ասաց Տեր Հիսուսը խաչելությունից առաջ։ Ասաց, որ ես կաղոթեմ, կաղաչեմ հորը եւ կտա ձեզ ուրիշ մխիթարիչ։ Այս պահին երկրի վրա միակ մխիթարիչը, որ մենք ունենք, դա Սուրբ Հոգին է, Աստծո կենթանի Սուրբ Հոգին։ Բայց ինչով է տարբերվում Սուրբ Հոգու մխիթարությունը մարդկային մխիթարությունից։ Մարդկային մխիթարությունը սա է, երբ որ դու հանկարծ ինչ-որ մեկը դժվարության մեջ է ու գալիս ես ուսին խփում ես, ասում ես լավ կլինի։ Մարդկային մխիթարությունն է, երբ որ դու ինքդ քո մխիթարությանը չես էլ հավատում։ Պարզապես այդ պահին ասում ես, մտածելով, որ գոնե դիմացինդ կհավատա։ Մխիթարությունը մարդկային այն է, երբ որ դու երեխային ասում ես շատ լավ, խելոք, ոչինչ, կմեծանաս, կմոռանաս։ Սա մարդկային մխիթարությունն է։ Միթե Սուրբ Հոգին մեզ այդպես է մխիթարում։ Միթե Սուրբ Հոգին գալիս է, որ մեզ ասի լավ կլինի։ Ոչ, գիտեք ինչու, որովհետև երբ որ նայում ենք հունարեն բնագրում մխիթարիչ բառը, դա միայն այն չի, որ մեզ ուղղակի մխիթարում է, փաղաքշում է։ Նաև այդ բառից է ծնված մարզիչ բառը։ Մխիթարիչ բառը, դա նաև մարզիչ բառն է։ Սուրբ Հոգին մեր կյանքում չի գալիս մեզ պարզապես անտեղի ինչ-որ մխիթարելու, հորդորելու, զուտ, որ այս պահին լավ կլինի, մինչև գոնե այս պահը անցնես, մինչև մյուս պահը։ Չէ, Սուրբ Հոգին գալիս է մեզ մարզելու, եւ որտեղ է նա մեզ մարզում։
հենց այնտեղ, որտեղ մենք մխիթարության կարիք ունենք։ Սուրբ Հոգին միակ մխիթարիչն է, եւ Աստծո Սուրբ Հոգու հրաշափառությունը, Աստծո Սուրբ Հոգու մեծությունը եւ հզորությունը պատկերացնելու համար եւ հասկանալու համար, թե ով է բնակվում իրականում մեր ներսում, եկեք պատկերացնենք, թե ինչ էր անում այդ Սուրբ Հոգին։ Երբ որ Աստված գրված է ստեղծեց երկինքն ու երկիրը անձև ու դատարկ էր, Աստծո Հոգին ինչ էր անում, ջրերի վրա շրջում էր։ Պատկերացրեք հիմա։ Մի պահ ձեր երևակայությունը աշխատացրեք ու պատկերացրեք այս ամբողջ երկիր մոլորակը, տիեզերքը, երբ որ Աստծո Հոգին շրջում է ջրերի վրայով, այդ անձև ու դատարկ երկրի վրայով։ Ու պատկերացրեք, Տեր Աստված խոսք է արձակում, ասում է թող լույս լինի։ Եվ լույս է լինում։ Սուրբ Հոգին սկսում է արարել։ Աստված ստեղծում է երկինքն ու երկիրը, Սուրբ Հոգին սկսում է արարել։ Պատկերացրեք, ես որ հոգու մասին եմ խոսում։ Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը, ամեն բան արարել է այդ նույն Աստծո Հոգին, որը այսօր բնակվում է քո մեջ։ Պատկերացնում ես քո մեջ ով է բնակվում, այն Աստծո Հոգին, որ արարել է ողջ տիեզերքը, որ իր մի խոսքի զորությամբ ամբողջ գալակտիկաները պահում է, այդ նույն Աստծո Հոգին բնակվում է քո մեջ։ Միթե այդ հոգու համար կա անհնարին որևէ բան քո կյանքում, որ կարող է շփոթության մատնի։ Այդ հոգին, որ հիմա քո մեջ բնակվում է, արդյոք կա մի բան, ինչի միջով դու անցնում ես, եւ դա կարող է շփոթության մատնի նրան։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 11-րդ խոսք։ Սա կարծես թե ամբողջացնում է Սուրբ Հոգու էությունը։ Եթե սա մի քարոզիչ ասում էր, եթե սա քեզ քո մեջ կրակ չի վառում, ուրեմն քո փայտերը շատ թաց են։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 11-րդ խոսք։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի Հոգին ձեզանում բնակված է, այն Հոգին, որ մահվան ֆիզիկական օրենքը ուղղակի ճեղքեց, անցավ, մարդու մարմինը, երբ որ մտնում է հողի տակ, ինչ է լինում, փտում է։ Սուրբ Հոգին հաղթեց անգամ դա, դրա համար է Սաղմոս 2-ն ինչ էր ասում, թույլ չտվեցիր ապականություն քո Սուրբին, թույլ չտվեցիր, Սուրբ Հոգին այն Հոգին է, որ անգամ թույլ չտվեց Հիսուսի մարմինը հողի տակ ապականություն տեսնի։ Այս սա է այն Հոգին, որ բնակվում է իմ ու քո մեջ։ Այն Հոգին, որ հարություն տվեց Քրիստոսի մարմնին, Քրիստոսի փառավոր հարությունը պատկերացրեք, երբ Սուրբ Հոգին իր փառքով, իր հմայքով կանգնած էր այդտեղ, եւ ինչ էր անում, Քրիստոսի մարմինը ուղակի դուրս էր հանում գերեզմանից։ Երբ այն քարը, որ պատկերացնում էին, որ ոչ մեկ չի կարող գլորել, Սուրբ Հոգին գլորեց այդ քարը։ Եվ քո կյանքում որքան այդպիսի քարեր կան, որ դու երկու կանանց նման գնում ես ու ամբողջ ճանապարհին մտածում ես, այդ քարը մեզ համար ով կբացի։ Ով կբացի մեզ համար։ Ու մինչև դու հասնում ես այնտեղ, Սուրբ Հոգին արդեն բացել է այդ քարը։ Այս Սուրբ Հոգին, որ Հիսուսին մեռելներից հարություն տվեց, ձեզանում բնակված է, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր հոգով, որ ձեզանում բնակված է։ Ինչպես կարող եմ ես ունենալ Սուրբ Հոգուն իմ մեջ, բայց չունենամ կյանք իմ մեջ։ Դա չի լինում, դա հակասում է իրար, չի կարող այդպիսի բան լինի։ Գրված էր, կարդացինք այսօր, այնտեղ, որտեղ հոգին է, այնտեղ ազատություն է։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ ասում է, այնտեղ, որտեղ հոգին Տեր է, այնտեղ ազատություն է։ Երբ որ Սուրբ Հոգին քո կյանքում տիրում է, դու ազատության մեջ ես ապրում։ Երբ որ Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ, ոչ թե հյուր է,
բնակվում է քո մեջ։ Դրա համար մենք կարիք ունենք ամեն օր լցվելու Սուրբ Հոգով։ Երբ Սուրբ Հոգին բնակվում է քո մեջ, դու կյանք ունես քո մեջ։ Եվ Սուրբ Հոգին այն հոգին է, որ արել է մեծագույն հրաշքները այս երկրի վրա, որոնց մասին Աստվածաշունչը գրում է։ Եվ Սուրբ Հոգին ոչ միայն կարող է հրաշք անել քո կյանքում, քեզ համար, այլև Սուրբ Հոգին կարող է հրաշք անել քո միջոցով։ Սուրբ Հոգին քեզ կարող է դարձնել հրաշք մեկ ուրիշի համար։ Երեկ երբ մեր Արմեն եղբայրը Երևանում ծառայում էր, մի հրաշալի բան ասեց, որ իմ սրտին շատ կպավ։ Նա ասեց, գիտեք, փոքր բաների մեջ շատ դժվար է հասկանալ, որ Աստված էր։ Մեծ բաների մեջ հեշտ է տեսնել, որ դա Աստված էր։ Բայց երբ մենք գնահատում ենք փոքր բաները եւ տեսնում ենք, որ Աստված էր, սա առանձնահատուկ մտերմություն է ապահովում մեր կողմից Աստծո հետ փոխհարաբերություններում։ Իմ կյանքում էլ Աստված հրաշքներ է արել ինձ համար, որոնց մասին ես այդքան չեմ սիրում պատմել։ Ես սիրում եմ պատմել այն հրաշքները, որոնք Աստված արել է իմ միջոցով։ Բայց այսօր ուզում եմ երկու վկայություն պատմել։ Մի բան, որն Աստված արեց ինձ համար, եւ հետո կպատմեմ մի բան, որ Աստված արեց իմ միջոցով։ Ինչ հրաշք արեց Աստված ինձ համար, որ ես դա համարում եմ Աստծո Սուրբ Հոգու գործը, որ դա Սուրբ Հոգու հետ շփման, մտերմության եւ նրա ողորմության հետևանքն էր։ Երբ որ ես ծառայում էի բանակում, մոտավորապես 1-2 ամիս հետո, կարծես մենք արդեն բարձրացանք հենակետ, ես ծառայել եմ Վայքում։ Բարձրանում էինք արդեն դիրքեր, մի որոշ ժամանակ արդեն ամիսներ էր անցել, ես չեմ հիշում ինչքան ժամանակվա ծառայող էի, բայց մենք մի հենակետում էինք, այդ հենակետի դիրքը բավականին սենց տարօրինակ էր։ Մենք այդ բլինդաժը գտնվում էր ավելի ցածր, փոսի մեջ, դիրքը գտնվում էր ավելի վերև բլինդաժից։ Դրա համար, որպեսզի մենք կարողանայինք, երբ որ գնում էինք ջուր բերելու, բավականին մոտավորապես 3 կիլոմետր ոտքով էինք գնում, որ ջուր բերեինք։ Ու ուրիշ ձև չէիր կարող բերել, պետք է 3 կիլոմետր այդ խրամատով գնա, այսինքն 3 կիլոմետր խրամատ էր փորած։ 3 կիլոմետր անգամ քիչ եմ ասում, ավելի շատ։ Այդ խրամատով պետք է գնայիր ու այդ ջուրը պետք է խրամատով բերեիր, որովհետև եթե հանկարծ կանգնեիր դիրքի վրա, հակառակորդի դիրքը մեզանից մի քանի գլուխ բարձր էր։ Ու իրանք այնտեղից մի անգամից կրակում էին։ Ու մենք այդպես այդ դիրքով այդ բանով խրամատով գնում էինք ու ջուր էինք բերում եւ այդպես պատկերացրեք, եթե դու 15 օր ընդեղ ես, օրվա մեջ կարող է ամենակիչը 2-3 անգամ ստիպված գնաս, որ ջուր բերես։ Ամեն մեկս գնում էինք։ Ինչ որ մի պահի ես հիշում եմ, որ հանգստանում էի այդ ժամանակ, իմ հանգստի ժամն էր։ Այդ բլինդաժում պարկած ու պատկերացրեք, պատուհանը շատ ցածր է ու պատուհանից, եթե ասենք ինչ որ մեկը քայլելով մոտենա, դու տեսնում ես հեռվից այդ մարդուն։ Այդ խրամատը, որով մենք գնում էինք ջուր բերելու, երբ որ հասնում էինք արդեն բլինդաժին, մնում էր մոտավորապես մի 10 մետր։ Սովորություն ունեինք, ասում էինք, դե լավ, այսքան տեղը հիմա ինչ կարիք կա ստեղով գնալ, բարձրանանք ու այնքան էինք այտենց բարձրացել, այդտեղ արդեն սենց աստիճան էր դարձել։ Ոտներս դնում էինք, բարձրանում էինք, այդ 10 մետրը գալիս էինք, արագ մտնում էինք բլինդաժ։ Հիշում եմ, Գավառից մի տղա ունեինք, որ այդ ժամին ինքն էր գնացել ջուր բերելու, ու արդեն հետ է գալիս ու որոշում է, որ բարձրանա այդ աստիճանով եւ արդեն վերևով քայլի, այսինքն խրամատի մեջով չի գալիս դեպի բլինդաժ։ Ու ես այսպես պատկերացրեք, ես պարկած եմ, սենց կիսաքուն, կիսաարթուն ու այսպես նայում եմ ու տեսնում եմ, որ այդ տղան բարձրացել է ու վերևով է գալիս, այնպես է, որ ինձ ոչինչ չի զարմացնում։ Ես էլ բազմիցս այդպես բարձրացել եմ եկել եմ։ Ու մի վարքյան այսպես էլի կիսա քնած վիճակ, սենց շաղված, սենց տեսնում եմ, որ ինչ-որ մեկը սենց երեսի վրա ընկնում է գետնին։ Ու գոռոցներ եմ լսում։ Խփեցին։ Ու այդ պահին սենց արթնացել եմ, ուզում հասկանամ ում խփեցին։ Տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ընկավ, բայց ինչ կապ ունի դրա այդ խփելը, ով խփեց, ինչի խփեցին։ Ու այն եմ հասկանում, որ
դիմացի հենակետից դիպուկահարը ուղիղ խփել էր այդ տղային ու ինքը ընկել էր գետնին։ Հիմա այդ կրակելուց հետո բնականաբար կրակոցները շարունակվում են։ Հիմա ինչ պիտի անենք, արդեն հասկացել եմ ինչա կատարվել։ Հիմա դուրս ենք եկե, բայց ոնց գնանք բերենք, ինքը վերևում է։ Հիմա եթե մենք բարձրանանք վերև, մեզ էլ կկրակեն։ Ոնց գնանք այդ մարդուն բերենք։ Հիմա դուրս եկանք, դե պարկեցինք գետնին, այդպես պարկած մի կերպ, սենց այդ ավազների, փշերի վրայով գնում ենք մոտ մի 10-15 մետր առաջ, այդ կտորը սենց փռել ենք իրան մի կերպ քաշում ենք վրան ու այդպես քաշ տալով բերում ենք դեպի բլինդաժ։ Մի կերպ բերեցինք, ինքն էլ այնքան ծանր էր։ Բերեցինք, իջացրեցինք, հիմա ուզում եմ հասկանամ ինչ վիճակում է, ինչ է, զգում եմ, որ շնչառությունը այդքան էլ լավ չի, ուզում եմ հասկանամ վերքը որտեղ է։ Մեջքը զգացինք, որ արյունոտ է։ Մեջքը բացեցինք ու տեսանք այսպես քերծվածքի նման մեջքին ու մտածեցինք, որ ուղղակի քերծել են, բայց մյուս կողմից ասում եմ, բայց մեջքը ո՞նց են քերծել։ Կարող է մտածում եմ կռացել է, կրակել են, ուղղակի քերծել են, ինքը վախից է ընկել գետնին։ Մի խոսքով բերեցինք վերքը տենց փակեցինք եւ այլն, եւ դրանից հետո մի անգամից դե կապ ենք տալիս հրամանատարական կետ, որ այսպիսի խնդիր կա, այդ ժամանակ մի անգամից, երբ որ հենակետում նման դեպք է լինում, այդ հենակետի ամբողջ կազմին մի անգամից իջացնում են ներքև, ուրիշ մարդիկ են անում։ Ու բնականաբար եկան ռազմական ոստիկանությունը, հրամանատարությունը, որտեղ առաջին բանը որ է, որ դա դուք եք արել։ Առաջինը դա այն է, որ դուք եք արել, դուք եք կրակել։ Ու այն մեր հենակետում քանի որ կար դիպուկահար հրացան, գալիս էին ու առաջինը ինչն էին ստուգում, որ փամփուշտները ստուգեցին ու տեսան, որ զենքը կեղտոտ է։ Ու քանի որ զենքը կեղտոտ է, նշանակում է դուք եք մի բան արել։ Մեզ հավաքեցին, իջացրեցին ռազմական ոստիկանություն ու տարել են մեզ հիմա ոստիկանություն, ես կյանքիս մեջ առաջին անգամ եմ հայտնվում ոստիկանությունում, այն էլ ռազմական։ Ու պատկերացրեք, հիմա գնացել ենք այնտեղ ու եթե ապացուցվի, որ դա մենք ենք արել, մեզ չգիտեմ արդեն ինչ էր սպասվում, էլի մենք այնտեղից էլ դուրս չէինք գա ընդհանրապես։ Գնացել ենք ոստիկանություն, մեզ մի անգամից տանում են առանձին սենյակներ, որպեսզի հարցաքննեն, իսկ ոստիկանության հարցաքննությունները այնքան էլ փափուկ չի անցնում, մեղմ ասած։ Հիմա պատկերացրեք, դե ընկերներից տարան տարբեր սենյակներ, որպեսզի հանկարծ ոչինչ չհասցնենք, մի խոսքով իրար հետ պայմանավորվել եւ այլն, հիմա քննում են մեզ, թե ինչ պիտի, ինչ եք արել, ինչի եք արել, ինչի եք այդ մարդուն այդ օրը գցել։ Դե հիմա բնականաբար ասում ենք, որ մենք չենք եւ այլն, մեզ չեն հավատում։ Այնտեղ արդեն իմանում եմ, որ ընկերներից մի խոսքով եւ պատժում են եւ այլն, այսպես հիմա այս ոստիկանը նստած է աթոռի վրա, ոտքերը սեղանի վրա, այսպես։ Ու ինձ հարցաքննում է։ Ու նայեց, այսպես դեմքիս ասում է, ես քեզ առավոտ թարմ ուժերով կծեծեմ։ Այսինքն այնքան հոգնած էր, որ ալարեց անգամ ծեծի ինձ։ Բայց հիմա այդ ծեծը մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մենք ստեղից ոնց պիտի դուրս գանք, մենք ինչ պիտի անենք։ Ու ես ներսումս ուղղակի այսպես աղոթում եմ, բայց չեմ էլ պատկերացնում ինչ է լինելու, ինչ պիտի լինի, ոնց պիտի մենք ապացուցենք, որ մենք չենք, ինչ պիտի անենք։ Մեկը մի փամփուշտ կրակած կլինի, բավական է արդեն։ Մեկը մեկի վրա գցի, դժվարության մեջ այդպիսի բաներ լինում է։ Մեզ տարան դեպի խուցը 6-7 հոգով մի խցի մեջ ու ասեցին մինչև առավոտ մնացեք, առավոտը արդեն կհասկանանք ինչ են անում, դե պիտի արդեն գործ բացվի, որ քննվի, որ տեսնեն ով է, ինչը։ Ու ես պատկերացրեք, ես նստած եմ խցի մեջ ու չեմ հասկանում, ես ոնց եղավ, որ ես հայտնվեցի այստեղ ու ինչ պիտի ես անեմ, որ այստեղից դուրս գամ։ Ու միակ այդ մխիթարությունը, որ ես այդ ժամանակ զգում էի, Սուրբ Հոգու այդ ներկայությունը, որը մի անգամից, երբ որ իջնում է, առաջինը ինչ է ծրում, դա վախն է։ Վախի ոգին է հեռանում, որովհետև երբ որ դու տրվում ես վախի ոգուն, դու անգամ սկսում ես վախենալ մի բանից, ինչը որ տեղի չի ունեցել։
ու չի էլ ունենալու գուցե։ Ես սկսեցի ներսումս աղոթել, մտածեցի դե ինչ լինում է լինի, հիմա արդեն ինչ պիտի անեմ, եթե այսպես է, այսպես է։ Ես գիտեմ, որ ես ոչինչ չեմ արել, իմ խիղճը մաքուր է Տիրոջ առաջ, բայց հոգուս խորքում փափագում եմ, որ հրաշք տեղի ունենա, բայց չեմ հասկանում ինչ կարա լինի։ Մտցրեցին մեզ խուցը, այդ խուցի մեջ պատկերացրեք կես դոշակ, ինչ որ, ոչ թե ամբողջական դոշակ, կես մի հատ դոշակը, թե այդ կեսը ինչ էին արել չհասկացա։ Բայց կես դոշակ էր ու այնքան կեղտոտ, ես մինչև հիմա հիշում եմ այդ դոշակը, կեղտոտ։ Դա է միայն գետնին փռած, ասում աստեղ պիտի քնեք 6 հոգով, 7 հոգով։ Դե ինչ արեցինք, պատկացեք այդ 7 հոգին պարկեցին գետնի վրա, ու մենակ մեր գլուխներն այդ դոշակին sense դրվե, որ գոնե գլուխը գետնին չդնենք։ Այդպես պիտի քնենք մինչև լուսաբաց։ Քնեցինք ու այդ օրը ես նենց հանգիստ քնեցի։ Ես այդ օրը հասկացա, թե ոչ թե հատուկ մտադրվել էի, ես այդ օրը հասկացա, թե Պետրոսը ոնց էր քնել։ Բանտում, բայց այնքան քնել եմ, առավոտ էլ արթնացրել են ժամը 9-ից 10 պակաս։ Մենք անգամ զորամասում ժամը 9-ին երբեք չէինք արթնացել։ Լրիվ քնած, ասենց հագեցած, արթնացել եմ առավոտյան ու ասում են գնացեք այնտեղ ջուր խմեք եւ այլն, որ գնում եք զորամաս։ Մտածում եմ ոնց զորամաս, բայց ստեղից զորամաս ինչի պիտի տանեն, եթե արդեն բերել են ստեղ, էլի։ Բա գնում եք զորամաս, վերջ, հագնվեք, գնում եք զորամաս։ Հիմա հագնվել ենք, տանում են մեզ զորամաս ու զգում ենք, որ ինչ որ ոչ մի բանի ընթացք չկա, որ կանչեն հարցաքննության կամ ինչ որ մի բան չենք հասկանում, ի՞նչ է կատարվում։ Գնում ենք զորամաս, միանում ենք այնտեղ մեր վաշտին եւ այլն, ու այդ դաստիարակչական գծով հրամանատարի տեղակալի հետ ես մտերիմ էի մի քիչ ու իրան հարցրեցի, ասում եմ, ի՞նչն է խնդիրը, էս ո՞նց եղավ, որ մեզ բերեցին ստե, ինչ տեղի ունեցավ, էլի։ Բա ասում է, հենակետը ովքեր ձեզ փոխել են, կազմը, որ ձեզ փոխել է, այդ պատասխանատուն շատ պատահաբար գտել է այդ փամփուշտը այդտեղ գցած ու ուղարկել են ոստիկանություն։ Իսկ այդ փամփուշտը շատ ճակատագրական էր ինչի, որովհետև մեր դիպուկահար հրացանը դա ռուսական դիպուկահար, իսկ հակառակորդին դա ամերիկյան դիպուկահար հրացաններ ու իրանք գտել էին ու տեսել էին, որ տվյալ տեղում այդ փամփուշտն է եղել։ Ուրեմն հասկացել էին, որ դա մենք չենք արել։ Բայց դուք պատկերացնում եք այդ անապատի մեջ այդ գտնես։ Ու պատկերացրեք միայն դրա պատճառով, այդ փամփուշտը գտնելու պատճառով այդ գործը ամբողջությամբ փակվեց, մենք ընդամենը մի օր մնացինք, մի գիշեր մնացինք այդտեղ։ Ու սա Տիրոջ հրաշքն էր։ Ես հասկացա, որ Սուրբ Հոգու հետ մտերմությունը կարող է քո կյանքում անել բաներ, որոնք մարդկային առումով միգուցե քեզ սարսափի կմատնեն, միգուցե մարդկային առումով քեզ կտանեին շատ ավելի խորը, քան դու պատկերացնում ես։ Ու ես հավատում եմ, որ դա Տիրոջ հրաշքն էր։ Բանակում շատ էլի բաներ ա եղել, որ Տերը իրոք հրաշք ա ցույց տվել, բայց սա ինձ համար շատ յուրահատուկ էր, որովհետև ես համեմատում եի, իհարկե դա կապ չուներ Պետրոսի փորձառության հետ, բայց նման էր իր տեսքով, ոչ թե բովանդակությամբ, որ ինչ կարա անի Աստված, ինչ կարա անի Սուրբ Հոգին։ Այս այն Սուրբ Հոգին ա, որ բնակվում ա մեր մեջ։ Մի ուրիշ վկայություն էլ ուզում եմ տամ ու ավարտեմ, որից հետո մենք կսկսենք աղոթել։ 2014 թվականին ես երբ որ գնացի Գերմանիա, այդ ժամանակ արդեն ապրում էի Գերմանիայում ու այնտեղ որտեղ ապրում էի մոտակայքում մի հատ մեծ, ես այնտեղ ուզում էի սովորեի, ի վերջո ընդունվեցի եւ այլն, բայց հետո թողեցի այդ վերադարձա, բայց ուզում էի անպայման ծառայեի Տիրոջը։ Ու այնտեղ մի այգի կար, այնքան գեղեցիկ ու այնքան մեծ էր այդ այգին, որ այդ այգում մի պտույտ երբ որ տալիս էիր, մոտավորապես մի 20-25 րոպե անցնում էր։ Այդքան մեծ էր այդ այգին, քայլելով, երբ որ sense մի պտույտ էր տալիս։ Ու գնում էի այդ այգի ու քայլելով աղոթում էի ու ասում էի Տեր իմ Աստված, լավ ես էստեղ եմ, բայց ես ուզում եմ ծառայեմ քեզ։ Ուզում եմ ինչ-որ բան անեմ քո համար, ուզում եմ որ ինձ օգտագործես քո փառքի համար։ Ուզում եմ որ մեկի կյանքում, չեմ էլ պատկերացնում այդ մեկը ով պիտի լինի այն քաղաքում, որտեղ ինձ ոչ մեկ չի ճանաչում։ Մեկի կյանքում ուզում եմ հրաշք դառնամ։ Անցավ մի քանի օր։ Ես մի զանգ ստացա մի քույրիկից, որին չեմ ճանաչել այդ ժամանակ, ու ինձ ասացին, որ այդ քույրիկին ասել է մի ուրիշ քույրիկ,
որին ես չեմ ճանաչում։ Այդ քույրիկին ասելա մի ուրիշ քույրիկ ուրիշ եկեղեցուց, որը ճանաչելա ինձ էս մեր եկեղեցում, ասելա սրան, սա ասելա սրան, ու տենց իմացել են, որ Գերմանիայի էս ինչ քաղաքում, իսկ դա Գերմանիայի ամենափոքր քաղաքներից մեկն էր, Դանիայի սահմանին, հյուսիսում ավելի։ Կա այսպիսի մի հատ եղբայր, ծառայող։ Ես այդ ժամանակ չէի էլ ծառայում, թե որտեղից էին վերցրել, որ ես ծառայող եմ։ Բայց ծառայող եղբայրը ու այնտեղ այդ քաղաքում հիմա մի քույրիկ կա, որի ամուսինը մահացել էր արյան քաղցկեղից։ Ու շատ ծանր վիճակում է գտնվում այդ քույրիկը երկու երեխաների հետ։ Գերմանիան այդ Հայաստանը չի, որ մի անգամից զանգես տատին, պապին, քեռին, դա չի։ Այնտեղ չկա այդպիսի բան։ Ու ինձ ասացին, որ ես այցելեմ։ Մի կողմից ասում եմ, լավ, գուցե Տերը պատասխանեց աղոթքիս, բայց ես ամուսինը կորցրած աղջկան ինչով պիտի ոնց ծառայեմ, ոնց օգնեմ, ոնց օգնես, ոնց այդպիսի մարդուն օգնես։ Եվ երբ որ ես գնացի ու տեսա, որ այդ աղջիկը 24 տարեկան աղջիկ է, մի երեխան 3 տարեկան, մի երեխան 2 տարեկան, ու մնացել է հիվանդանոցի պատերի տակ հայ աղջիկ, ամուսինը մահացել է 34 տարեկան։ Ինչպես ծառայեմ, Տեր։ Մարդկայինորեն երբևէ փորձել եք ինչ-որ մեկին մխիթարեք, ով կորուստ է ունեցել։ Այ մարդկային մխիթարություն։ Տեսել եք ոնց է դա մարդկանց նյարդայնացնում, ում որ ուզում եք մխիթարեք։ Ավելի լավ է չմխիթարեք։ Կորուստ ունեցող մարդուն, երբ որ մարդկայինորեն հանկարծ շփոթվում ես ու ասում ես լավ կլինի, ոնց որ սառը ջուրը լցնես գլխին այդ մարդու։ Դրա համար ես չէի պատկերացնում, ես ոնց պիտի ծառայեմ այս աղջկան, ես ինչ ասեմ այս աղջկան, ասեմ Աստված քեզ սիրում է։ Ու աղոթում եմ ներսումս, իր մաման պատկերացրեք Հայաստանից վեր էր կացել, եկել հասել էր այնտեղ, որ խելագարության չհասնի։ Ու աղոթում եմ ներսումս, ասում եմ Տեր, ես ոնց ծառայեմ, ինչ անեմ ես։ Ու զգացի ներսումս Սուրբ Հոգու այդ մեղմ ձայնը, ուղղակի լսի իրան, մնացածը ես կանեմ։ Ու գնացել եմ, ուղղակի նստում եմ իրանց տանը, ինքը լացում է, ողբում է, բողոքում է, բարկանում է, ջղայնանում է, ես ուղղակի լսում եմ։ Ոչ մի բառ չեմ ասում, օրեր շարունակ, ուղղակի լսում եմ։ Ես խոսում եմ այն մասին, երբ որ Սուրբ Հոգին է մխիթարում հիմա։ Ինքը ողբում է, այդ ընթացքում Սուրբ Հոգին իր սրտի հետ աշխատում է։ Ես լսում եմ, ուղղակի լսում եմ։ Ես ոչինչ չեմ անում։ Եթե ես մի բառ այդ ժամանակ ասեի, դա կլիներ վերջը ամեն ինչի։ Ես ուղղակի լսում եմ։ Ես իրան ոչ մի օրինակներ Աստվածաշնչից չեմ բերում։ Շատ տեղերում անգամ ասում էի դու ճիշտ ես։ Դու ճիշտ ես։ Անցավ օրեր, շաբաթներ։ Քիչ ես ուղղակի սկսում էի արդեն խոսել ինչի պատճառով, որովհետև ինքն էր ինձ հարց տալիս, ես սկսում էի խոսել։ Բայց մեկ օր, անցավ 1 ամիս, 2 ամիս, արդեն իրանց տանը պատկերացրեք, ես այտենց ամեն օր գնում ծառայում եմ իրան։ Եկավ մի պահ, որ ես հանկարծակի զգացի ներսում, որ այդ պահին Սուրբ Հոգու զորությունը ուժգին կերպով այնպես կպավ ինձ, որ ես բերանս բացեցի ու համարձակ ասեցի, լսի ասեցի։ Այն խոսքը մի անգամից եկա, որ Տերը մոռացրեց ինձ իմ բոլոր վշտերը եւ ինձ իմ տառապանքի երկրում պտղաբեր դարձրեց։ Ասի ուշադիր լսի ասեցի։ Դա առաջին խոսքն է, որ ես համարձակ ասել եմ իրան, բայց ես դա ասել եմ ամիսներ հետո, երբ որ Սուրբ Հոգին ուղղակի ներսիցս մղեց դրան։ Ասեցի Աստված մոռացնել կտա քո վշտերը։ Աստված քո կյանքը կվերականգնի այնպես, որ դու կմոռանաս քո վշտերը։ Ու Աստված քո տառապանքի երկրի մեջ քեզ պտղաբեր կդարձնի։ Այդ խոսքը, որ ես ասեցի, այդ աղջկա լացը այդ պահից կտրվեց լացը։ Դրանից հետո, երբ որ ես այցելում էի, ինքը ծիծաղում էր, ուրախանում էր,
տարբեր բաներից էինք խոսում էինք իրանց ծառայությունից, որ իրանք անցկացնել էին, խոսում էր անգամ իր ամուսնու մասին ու չէր լացում։ Չէր լացում։ Երբ որ Սուրբ Հոգին ա մխիթարում, դա էս չի։ Սուրբ Հոգին մարզում է, Սուրբ Հոգին զորացնում է, Սուրբ Հոգին գիտի որ կողմից պիտի մոտենա ու որ կողմից դադար վերցնի, երբ Սուրբ Հոգին ա մխիթարում, բայց ես նաև խոսում եմ այն մասին, երբ որ դու դառնում ես հրաշք ուրիշի համար։ Ես սկսեցի ծառայել իրան ու ասեցի, տես, ասեցի, քո կյանքը վերականգնվելու է։ Դու նորից ընտանիք ես կազմելու։ Ու այս տառապանքի երկրում Աստված քեզ պտղաբեր է դարձնում։ Ես անկեղծ ասած անգամ չգիտեի էլ տառապանքի երկրում այդ պայն իր համար պտղաբեր լինելը ո՞րն էր լինելու, որովհետև ինքը անգամ բնակվելու թուղթ էլ չուներ այնտեղ։ Անցան ժամանակներ։ Ես մնացի Գերմանիայում 4 տարի, մենք անգամ այնտեղ հայկական ծառայություն սկսեցինք այդ քաղաքում։ Ինքը վերականգնվեց հոգեպես, առողջական լիքը խնդիրներ ուներ, եղել է որ գնացել ենք այդ հիվանդանոցում ժամերով, սպասել ենք, մինչև ընդունել են։ Ես գնում էի այնտեղ նաև որ կարողանայի թարգմանեի իրան բժիշկի հետ խոսելիս գերմաներենից հայերեն, հայերենից գերմաներեն։ Մի խոսքով 4 տարի անցավ ու երբ որ ես արդեն հետ էի վերադառնում, ես նայում էի իրան ու տեսնում էի վերականգնված, բայց մարգարեությունը խոսքը դեռ չի իրականացել։ Բայց երբ որ դու ցանում ես, դու նույնիսկ չգիտես պտուղները երբ են աճելու։ Ես վերադարձա ուղիղ 2 տարի իմ վերադառնալուց հետո անցավ, այսինքն ընդհանուր անցավ 6 տարի։ 7-րդ տարում ես իմացա, որ ինքը ամուսնացել էր մեր հրաշալի ծառայողներից մեկի հետ, Հովիվ, ով այնտեղ տեղափոխվել էր Ռուսաստանից, այնտեղ անգամ ծառայություն էր սկսել։ Ես հանդիպել եմ, գալուցս առաջ իրանց եկեղեցում անգամ եղել եմ, ծառայել եմ, հիմա էլ Համբուրգում հրաշալի եկեղեցի ունեն։ Ու ամուսնացել էր իր հետ, ու ես տեսա իրանց հարսանիքի լուսանկարները, տեսա ու հիացա ու հիշեցի, որ Տերը ասել էր, քո վշտերը կմոռացնեմ։ Ու ինքը եկավ Հայաստան ու եկավ մեր տուն։ Երբ որ եկավ մեր տուն, ես իմացա, որ բացի դրանից մի հրաշք էր եղել, կապված Գերմանիայում բնակության իրավունքի հետ։ Ուրեմն ինքը օրերից մի օր ծրար է ստանում, որ դուք պետք է լքեք երկիրը։ Վերցնում է դա արդեն վերջին ծրարն, այսինքն երբ որ վերջին նախազգուշացումը գալիս է, դրանից հետո որտեղ ձեզ բռնեն, դեպորտ են անում միանգամից։ Գնում է այնտեղ, որտեղ որ զբաղվում են այդ միգրացիոն այդ հարցերով, գնում ասում է, դե դուք կանչել եք, որ ես երկրից պիտի դուրս գամ, դե գերմանացիներին շատ դժվար է էմոցիոնալ ինչ-որ արձագանք սպասել։ Գերմանացիներին, եթե սևով գրված է սպիտակի վրա, ես այդ կարգը չեմ խախտի, ինչու, ոչ թե գերմանացիները սադիստ են, երբեք չմտածեք այդպիսի բան, ոչ թե գերմանացիները մարդկային չեն, դա չմտածեք, դա թյուրըմբռնում է ընդամենը, հատկապես նրանց կողմից, ովքեր Գերմանիայում 8 ամիս են եղել, կամ որպես տուրիստ։ Գերմանացին ասում է, եթե ես այս գրվածը խախտեմ մեկ անգամ, ես դա խախտելու եմ միշտ։ Բայց իմ երկիրը կառուցել է հենց այդ գրվածքը, այսինքն օրենքը։ Քանի որ եղել է օրենք, իմ երկիրը պատերազմից հետո վերականգնվել է ու դարել է այսպիսի երկիր, միայն դրա պատճառով, որ մենք միշտ նայում ենք, թե ինչ է գրված օրենքում։ Այսա էլ մեր հոգևոր կյանքում է։ Երբ որ դու ես գրվածը խախտում ես մի անգամ, դու միշտ էլ խախտում ես։ Հիմա այդ աշխատակիցը ասում է, այո, դուք պետք է լքեք երկիրը։ Ու այդ աղջիկը դե էլ չգիտի ինչ պիտի ասի, ասում է, լավ, ես կլքեմ երկիրը, բայց ինձ մի անգամ թույլ կտաք պատմեմ իմ պատմությունը։ Ինչի եմ ես ընդհանրապես այդտեղ հայտնվել, ինչ ա եղել ինձ հետ։ Զարմանալիորեն որ այդպիսի բան չպիտի լիներ, այդ կինը ամեն ինչ դնում է մի կողմ, ասում է շատ լավ, պատմեք ձեր պատմությունը, ինչ ա եղել ձեր հետ, ինչի եք եկել այստեղ։ Ու այս աղջիկը սկսում է պատմել, որ ես եկա, ես ընդհանրապես կարիք չունեի գալու, ես ունեցել եմ հրաշալի ընտանիք, ապրել եմ բարեկեցիկ կյանքով, հրաշալի տուն, հրաշալի ամուսին, եւ եկել եմ մի պատճառով, եկել էինք, որ իմ ամուսնու կյանքը փրկեինք,
ու այնքան ցավալի էր այդ փաստը, որ ամուսինը եկել էր իր ոտքով ինքնաթիռ նստած, բայց ընդամենը 1 օր հետո արդեն պարկած էր անկողնում էլ չէր կարողանում շարժվել։ Ես եկել էի, որ իմ ամուսնուն փրկեի, բայց ես հենց այստեղ իմ ամուսնուն կորցրեցի։ Ես մնացի իմ 2 երեխաների հետ փողոցում։ Ու հիմա իմ երեխաները մեծացել են այստեղ, արդեն դպրոց են գնում այստեղ։ Գերմաներեն ավելի լավ են խոսում, քան հայերեն, գնում են դպրոց։ Ու հիմա եթե դուք ինձ այստեղից հետ ուղարկեք, ես պիտի գնամ այնտեղ, նորից փորձեմ իմ կյանքը, 0-ից սկսեմ։ Եվ ինչա տեղի ունենում։ Մենք խոսում ենք այն մասին, երբ որ Սուրբ Հոգին ձեր միջոցով է հրաշքանում։ Այդ կինը բարձրացնում է այդ կնիքը, ես պատկերացնում եմ այդ կնիքը մի քանի վայրկյան այսպես օդի մեջ է մնացել, կախված։ Ասում է, ես ձեզ հասկացա։ Ուրեմն դուք կմնաք այս երկրում, չեք գնա այս երկրից։ Ու կնիքը խփում է, մի անգամից ապրելու իրավունք, ապրելու եւ աշխատելու իրավունք։ Ինքն էլ է ապշած, ինքն էլ է պատմում, ինքն էլ է զարմացած, թե ես ինչ տեղի ունեցավ։ Այդպիսի բան չկա Գերմանիայում։ Այդպիսի բան ոչ մեկ ձեզ չի պատմի։ Մարդիկ ինչի ասես այնտեղ դիմում են, որպեսզի կարողանան այդ թուղթը ստանան։ Հիշում եք խոսքը։ Ես քեզ պտղաբեր կանեմ քո տառապանքի երկրում։ Ու Տերը պտղաբեր արեց։ Ես գիտեմ, որ հիմա ինքը արդեն գերմաներեն է լավ սովորել, գիտեմ, որ շատ լավ աշխատանքի է անցել, ծերերի խնամքի մի հատ կետրով, Գերմանիայում դա շատ լուրջ գործ է, շատ բավականին բարձր աշխատավարձով, եւ ինքը աշխատում է գրասենյակում։ Իսկ Գերմանիայում ընդհանրապես հիմնարկությունների գրասենյակում մեծամասամբ աշխատում են միայն գերմանացիներ։ Ու ես հիշեցի այդ խոսքը։ Ես հիշեցի ու իմ սիրտը ուրախացավ, որովհետև ես այդ պահին հիշում եմ Անուշիկին ասեցի. «Այ հիմա իմ գործը ավարտվեց»։ Հիմա իմ գործը ավարտվեց, բայց դա տևեց 7 տարի։ 7 տարի տևեց, մինչև այդ հրաշքը ամբողջացավ։ Ու ես հասկացա, որ Տերը ոչ միայն հրաշք է անում մեր միջոցով, մեզ համար, այլ ավելի փառահեղ է, երբ որ Սուրբ Հոգին հրաշք է անում ձեր միջոցով, ուրիշների համար, ուրիշների կյանքում։ Փառք Տիրոջը։ Վերջին տեղը ուզում եմ կարդալ, կարող ենք արդեն ոտքի կանգնել։ Մենք խոսում ենք այն Սուրբ Հոգու մասին, ով բնակվում է մեր մեջ։ Նա կանի այնպիսի հրաշք քո կյանքում, որ դու չես պատկերացնում, որ դա քո երևակայությունը չի կարող ընկալել, բայց նա նաև կանի այնպիսի հրաշք քո միջոցով, որ դու չես կարող պատկերացնել։ Եփեսացիների 5-րդ գլուխ 19-րդ խոսքն ասում է. 18-ից կարդանք. «Եվ մի արփենակ գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեք հոգով, խոսելով ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեվոր երգերով, երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացեք Աստծուց եւ Հորից, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Լցվեք հոգով։ Ամեն ժամանակ լցվեք հոգով։ Մենք այսօր կարիք ունենք լցվելու հոգով։ Մենք խոսում ենք հոգեգալուստի մասին, մենք խոսում ենք այն Սուրբ Հոգու մասին, ով իջել է ու բնակվում է մեր մեջ։ Եվ եթե դու դեռ չունես Սուրբ Հոգուն, եթե չես ընդունել Սուրբ Հոգուն քո կյանքում, դեռ չես ունեցել նշանը Սուրբ Հոգու, որ խոսես լեզուներով, եւ դու հասկացար նպատակը, թե ինչու էր Աստված այդ ամենը տվել, ուրեմն այսօր քո փափագը Աստված պատրաստվում է լրացնի, բայց չպետք է մոռանանք նպատակը։ Սուրբ Հոգին եկավ մեր կյանք, որպեսզի մենք զորություն առնենք Տիրոջ վկաները լինելու։ Սուրբ Հոգին եկավ մեր կյանքի մեջ, որ ոչ միայն հրաշքներ անի մեզ համար, իսկ Սուրբ Հոգին պատրաստվում է անել հրաշքներ, քանի դեռ մենք երկրի վրա ենք, մեզ համար։ Այ ինչ հրաշքի կարիք ունես,
Ինչ անհնարին վիճակի մեջ ես հայտնվել, որ մտածում ես սա գերմարտկային բան է, այստեղից դուրս գալ էլ հնարավոր չի։ Այ իմացիր, որ հոգին է քո մեջ բնակվում։ Այն հոգին, որ արարել է ողջ տիեզերքը, այն հոգին, որ 4 օրվա գերեզմանում դրած մեռելին կանչում դուրս է անում, եւ այն հոգին, որ Տեր Հիսուսի մարմինը դուրս բերեց գերեզմանից։ Քանի օր մնաց Հիսուսը գերեզմանում։ 3 օր համարյա։ Բայց մարմինը կարծեմ արդեն սկսում է փտել մոտավորապես մի քանի րոպե հետո։ Արդեն սկսվում է process-ը։ Կարծեմ 6 րոպե, 7 րոպե, չգիտեմ։ Դրանից հետո արդեն սկսում է մարմինը փտել։ Բայց կենթանի Աստծո հոգին հաղթեց մահվան ոգուն, հաղթեց այդ օրենքը անգամ, նա հաղթեց այդ օրենքը, ապականության օրենքը մարմնի հաղթեց, նա ոչ միայն պահեց մարմինը 3 օր, այլ նաև փառավոր կերպով դուրս բերեց այդ մարմինը գերեզմանից։ Ահա այդ հոգին է բնակվում իմ ու քո մեջ։ Կա այդ հոգու համար մի բան այսօր, որ կարող է շփոթեցնել, որ կարող է վախեցնել, որ կարող է զարմացնել, կարող է անհնարին թվալ, ինչ չի կարող անել այդ հոգին։ Աստված կարող է անել հրաշք քեզ համար, բայց նաև չմոռանաս, որ Սուրբ Հոգին եկել է քո կյանքի մեջ, որպեսզի դու դառնաս հրաշք ինչ որ մեկի համար։ Ու դա ավելի փառավոր է։ Ինչ կարող է անել Սուրբ Հոգին քո միջոցով։ Այ հիմա գուցե նայում ես քեզ ու մտածում ես իմ միջոցով, ինչ պիտի անի Սուրբ Հոգին իմ միջոցով։ Ես անգամ փողկապ կապել չգիտեմ։ Ինչ պիտի անի ես խոսել չգիտեմ։ Ես անգամ Աստվածաշունչը նորմալ չեմ կարդում։ Ինչ պիտի անի Սուրբ Հոգին իմ միջոցով։ Այդտեղ բանալին գիտեք որն է, որ հոգին պիտի անի, ոչ թե դու։ Հոգին էր անգամ խոսել տալիս։ Հոգին է, որ մեր կյանքում պիտի ինչ որ բան անի։